Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը հաճախ ընդմիջվում էր քաղաքական ելույթներով։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունից ավելի տվյալ հարցի քննարկման ժամանակ հնչեց Գարեգին Բեի ավազանի անունը։ Հերթական հիշատակմանը ընդդիմությունը հուզական արձագանքեց։ Իշխանությունը, ինչպես զգուշացրել էր, պատասխանեց ծափահարություններով։ Այսինքն եթե դու Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, այսինքն հաստատում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, էդ էր ձեր ասածը։ Դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, դուք հենց նոր խնդրում եմ նկատել, որ ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանի Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ձեզ հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի կռահում եք, որ ես կարամ հիմա մի հատ անուն ազգանուն տամ եւ դուք խառնվեք իրար։ Հիմա կարաք չմտածեք այդ անուն ազգանունի մասին։ Հիմա կարաք լմի մտածեք այն անուն ազգանունը, որը չեք ուզում լսեք։ Չեք կարա չմտածեք։ Չեք ուզում, որ այդ անուն ազգանունը այս դալիճում հնչի։ Բայց դուք անում եք այնպիսի մի բան, որ այդ անուն ազգանունը 10 անգամ ավելի բարձր է հնչում ոչ միայն այս դալիճում, այլ ամբողջ Հայաստանում։ Բոլոր վերնագրերը դրա մասին է։ Լրագրողները մի բոլ նյութ ստացան այսօր օթյակից նկարելով ձեր պահվածքը։ Հիմա դուք այդ մարդուն լավություն եք անում, թե վատություն եք անում, որ իր ավազանի անունը դարձնում եք Հայաստանի Հանրապետության մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրերը։ Ուժեղ Հայաստանի բողոքին միացավ Հայաստան խմբակցությունը։ Ռուբինյանը նկատեց, որ նախորդ գումարման ազգային ժողովում նման վարքագիծ չէին ցուցաբերում։ Փաստորեն ձեզ առաջնորդում է Ուժեղ Հայաստան կուսակցությունը, եզրակացրեց ազգային ժողովի նախագահը։ Ընդդիմությունը շարունակեց պնդել, թե նոր սահմանադրության հարցը վարչապետ նորակարգ է բերել Ալիևի պահանջով։ Մեծամասնության падգամավորները փաստերով հակադարձեցին։ Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ քաղաքացիական պայմանագիրը խոսել է ոչ թե սահմանադրության փոփոխությունների, այլ նոր սահմանադրության մասին Իլհամ Ալիևի պահանջից առաջ։ լավ ռիսերչ չեք արել նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020 թվականի փետրվարին եւ 2020 թվականի հուլիսին։ Ցույց կտամ, իդեպ ժամանակին պարոն Գեղամ Մանուկյանը ինձ ասում էր, եթե ես ինչ անես, անունս կփոխեմ։ Համաձայն եք, եթե ցույց եմ տալիս ձեր անունը կփոխեք։ Ցույց կտամ, հենց հիմա ձեզ ուղարկում եմ։ Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մզկիթ դառնալու process-ը։ Չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ վերադարձի հարցը։ Աշխարհ քաղաքական կենտրոնից, կայսրությունից ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ։ Նոր սահմանադրության դեմ պայքարելու։ Ինչի համար, որովհետև այս սահմանադրությունը, որը գործում է հիմա Հայաստանի Հանրապետությունում, բացառապես այդ աշխարհքաղաքական կենտրոնի շահերից է բխում։ Ու սա ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերի տակ դրված։ Ընդդիմության ներկայացուցիչները հնարավորություն ունեին մասնակցելու սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, սակայն հրաժարվել են այդ հնարավորությունից։ Հետևաբար չմասնակցել այդ գործընթացին, ապա այս դահլիճից գնահատականներ հնչեցնել եւ պիտակավորել դեռևս չկարդացած, չքննարկած նոր սահմանադրությունը տեքստը ու առհասարակ սահմանադրական տեքստը ոչ միայն ազնիվ չէ, այլ քաղաքական պատասխանատվության հետ անհամատեղելի մոտեցում է։ Խմբակցությունների անուններից ելույթներում Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ կառավարող ուժի բոլոր թեկնածուներին Հայաստան խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Իսկ Արամ Վարդևանյանն անդրադարձավ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության բացառմանը։ Ջուլհակյանը խոսեց դատական համակարգի ազատության մասին։ Ասում եք, Վճռաբեկ դատանը ճանաչել է, որ նրա ձերբակալումը ապօրինի էր։ Դուք իրապես պնդում եք, որ մենք զավթել ենք դատական իշխանությունը եւ դատական իշխանության անկախությունը հասցրել ենք 0-ի եւ մեր Վճռաբեկ դատարանը
ապօրինի է ճանաչում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որին ըստ ձեզ մենք քաղաքական հետապնդման ենք ենթարկում։ Ես առաջարկում եմ այստեղ հարգելի գործընկերներ մարդկային տրամաբանության նկատմամբ ունենանք հարգանք։ Հաջորդիվ քննարկվեց ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Այս պաշտոնում ուժեղ Հայաստանն առաջադրեց Հայկ Վարմանյանի թեկնածությունը, պետական ու մասնավոր ոլորտներում աշխատանքային փորձով մասնագետ, որը 2019 թվականին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի պահանջով իրենց ձևակերպման պապորինի ազատվել է մաքսային ծառայությունից։ Ինձ ուղիղ ասվել է, որ պետք է դիմում գրեմ եւ հեռանամ աշխատանքից։ Որից հետո պատճառը, որովհետեւ դու յուրային չես։ Սա եղել է ձեր իշխանության օրոք 2019 թվականին։ Կառավարող ուժի падգամավորներին հետաքրքրում էր նախկին մաքսային աշխատողի առնչությունը այն ընկերությունների անվանումների հետ, որոնցում աշխատել է։ Ինչ վերաբերում է FH ընկերությանը, ես հետագայում օրենքով սահմանված կարգով եղել են, հիմա ներքին առևտրային գաղտնիքը չեմ կարող բացահայտել, որովհետեւ դրա իրավունքը ունեմ, վաճառել եմ իմ բաժնեմասը, այլևս տնօրեն չեմ հանդիսացել, սակայն նոր սեփականատիրոջ խնդրանքով շարունակել եմ իմ գործունեությունը FH ընկերությունում որպես գլխավոր մասնագետ եւ խորհրդատու։ Արատավոր երևույթ չեք տեսնում այս իրադրության մեջ, երբ եւս պատմությունները շատ կար նախկինից եկած, որ մաքսայինի աշխատողը բրոքերային ընկերություն է գրանցում, որը թեկուզ իր ընտանիքը, թեկուզ իր ընտանիքի անդամները, որը ուղիղ առնչություն ունի իր աշխատանքի հետ։ Ես եղել եմ Արչին Բրոկ ընկերության տնօրեն, ունեցել եմ բաժնեմաս։ Այն ժամանակահատվածում, երբ որ շահերի բախման ռիսկ է եղել, ամեն ինչ եղել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Որևէ խնդիր գոյություն չի ունեցել, որևէ խնդիր չկա։ Բացասական է թեկնածուի դիրքորոշումը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ, թեև չի հերքում, որ թալան եղել է ու թալանվածը պետք է վերադարձվի։ Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց թեկնածուի հարցազրույցը, որտեղ նա օրենքը որակել էր ական պետության տակ։ Կարող եմ արդյոք դիտարկել, որ դուք այդ մտքերը արտահայտել եք, քանի որ դուք կարծում եք, որ այն տարիներին, երբ որ դուք պաշտոնավարել եք Հայաստանի Հանրապետության ամենակոռումպացված հիմնարկներից մեկում, ով ինչ արել, լավ է արել։ Ունեմ այդ կանխավարկածը, որ ապօրինի գույքի մասին օրենքը հենց միտում է ունեցել մարդկանց պատժելու, այնպես ինչպես սեփականության իրավունքի ոտնահարումը, հեծի դեպքում, Գագիկ Ծառուկյանի բիզնեսների դեպքում, եւ դուք կարող եք օրինակ պատասխանել մի հարցի, ենթադրենք, այստեղ կարևոր չի ով է սեփականատերը, որ օրինակ Երևանի քաղաքապետարանի կողմից Multi Wellness ընկերությունը, երբ բռնագրավվում է, այսպես ասեմ, ներսի գույքը ինչ կապ ունի դրա հետ, որ այդ ներսի գույքը ապօրինաբար վերցնում է։ Ուժեղ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված թեկնածուն փաստացի գտնում է, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը ական է մեր պետության տակ եւ անցյալի էջը պետք է փակել։ Այսինքն, եթե դա թարգմանենք, կստացվի հետևյալը, որ օրինակ Ռոբերտ Քոչյանի ընտանիքից երբ պահանջվում է $200 միլիոն ապօրինի գույք, այդ էջը պետքա փակել եւ չպահանջել։ Հայկ Վարմանյանին օգնության հասան կուսակիցները ուղիղ հարց հնչեցնելով. մաքսային մարմիններում ալան-թալան եղել է։ Եղել են կոռուպցիոն դրսևորումներ, սա շեշտեմ, քաղաքական գնահատական եմ տալիս, եւ մեր քաղաքական թիմը պատասխանատու չէ որևէ մեկի ասացի համար։ Մենք պատասխանատու ենք մեր համար։ Եկել նստել ասում եք, հա, դատապարտում ենք այդ արարտավոր երևույթները, բայց մենք դրա հետ կապ չունենք։ Ինչու են եղել այդ երևույթները։ Ինչի, օրինակ ինչի է այդպես եղել։ Եվ ինչ երևույթներ։ Եվ հարց համար 2։ Դուք մեղավոր չեք, պարոն Կարապետյանի հայրը մեղավոր չէր, Մամիկ Ունասնարյանը մեղավոր չէր, Էդգար Ղազարյանը ընդհանրապես վստահ չէ, որ ինքը կարող է մեղավոր լինել ինչ-որ բանում։ Շիրազ Մանուկյանն էլ շատ երիտասարդ էր, Հարություն Մնացականյանն էլ պաշտոն չես բացնում։ Լավ, ով էր մեղավոր։ Հաջորդ հարցերը վերաբերում էին Հայաստանի տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներին, թրիփի ստեղծած հնարավորություններին եւ տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Վարմանյանն ընդգծեց, իրենք ուզում են, բայց չեն կարծում, որ խաղաղությունը եկել է, իսկ ռիսկերը վերացել։ Կարևորում են փոխադարձության սկզբունքը։ Ես միայն ուրախ կլինեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի, ամենայն անկեղծությամբ։ Ես միայն ուրախ կլինեմ, որ լինի փոխադարձության սկզբունք։ Ես չեմ չարախնդում։ Ի տարբերություն, ես չգիտեմ, այլ քաղաքական ուժերի չեմ ուզում թերագնահատել, ոչ էլ ուզեմ մեր հետ համեմատել։ Մենք ունենք պետության, երբ որ մի խնդիր բխում է մեր երկրի, մեր քաղաքացու բարգեւության շահերից, ամենայն անկեղծությամբ։ Այդտեղ չի կարելի ասել, այդ իմ ասած օրինակով, ձյունը սպիտակ չի։ Ձյունը սպիտակ է։ Հիմա դուք հարցրեցիք թրիփից, հստակ պատասխանս հետեւյալն է. եթե դա լինի տարածիկ ճանապարհ, բացարձակ խնդիր չկա,
մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը եւ խաղաղության հաստատմանը։ Ձեր խմբակցության ղեկավարը քիչ առաջ ճեպազրույցում փարատելա ձեր բոլոր կասկածները, պնդելով, որ թրիփը ճանապարհ է եւ ոչ թե միջանցք եւ այդ խոսույթը պետք է Ես հակառակը չեմ էլ պնդում։ Հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը չավարտվեց։ Մի քանի տասնյակ падգամավորներ գրանցվեցին ելույթների համար։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։